2026 թվականի սիրային աստղագուշակ տարին, երբ սերը փորձության է ենթարկվում։ 2026 թվականը սիրո տեսանկյունից չի լինելու թեթև ու անցողիկ։ Սա այն տարին է, երբ հարաբերությունները կամ ամրանում են, վերածվելով իսկական միության, կամ փլվում են, բաց թողնելով այն կապերը, որոնք վաղուց այլևս կենսունակ չէին։ Հրեձի ու տարին կրում է վճռականության, կրակի և շարժման էներգիա։ Այստեղ չկա կանգ, չկա կիսատ քայլ, չկա տեսնենք ինչ կլինի մոտեցում։ Այս տարի հատկապես մեծ դեր կունենա տղամարդու ակտիվ մասնակցությունը հարաբերություններին։ Միայն խոստումները, գեղեցիկ բառերը կամ ապագայի մշուշոտ ծրագրերը այլևս բավարար չեն լինի։ 2026-ին սերը պահանջում է իրական գործողություններ, ուշադրություն, ժամանակ, նվիրում, առատաձեռն ժեստեր և կոնկրետ քայլեր։ Կանայք ավելի հստակ կտեսնեն, ով է իսկապես պատրաստ պայքարել հարաբերության համար, իսկ ով պարզապես վայելում է հարմարավետ ներկայությունը։ Եթե հարաբերության մեջ չկա վստահություն, հենարան կամ փոխադարձ ներդրում, ապա 2026 թվականը հազիվ թե այն փրկի։ Ավելին, այս տարվա բաժանումները հաճախ կլինեն ազատագրող, ոչ թե կործանարար։ Շատերը հենց այս տարի կհամարձակվեն վերջ տալ հարաբերություններին, որոնք հոգնեցրել են, ճնշել կամ սահմանափակել իրենց ինքնությունը։ Եվ զարմանալիորեն, հենց այդ պահից հետո կյանքում կբացվեն նոր հնարավորություններ։ Վեներայի ուժեղ դիրքը ամբողջ տարվա ընթացքում սրում է զգացմունքները, բարձրացնում ինքնարժեքը և ստիպում մարդկանց հարց տալ իրենց. Ինչ եմ ես ստանում այս հարաբերությունից, և արդյոք սա այն սերն է, որին արժանի եմ։ Խոյ, սեր, որը պահանջում է սթափություն։ Խոյերի համար 2026 թվականը կսկսվի ներքին հակասություններով։ Կլինի զգացողություն, որ ինչ-որ բան արդեն ապրել եք, կարծես նույն սցենարը կրկնվում է նոր դերակատարներով։ Անցյալի մարդիկ, հին զգացմունքները և չլուծված հարցերը կարող են կրկին հայտնվել ձեր կյանքում, պահանջելով վերջնական պատասխան։ Տարվա առաջին ամիսներին խոյերը հիմնականում կենտրոնացած կլինեն աշխատանքի, կարիերայի և անձնական նպատակների վրա։ Սերը ժամանակավորապես կմնա երկրորդ պլանում, բայց դա չի նշանակում, որ այն անհետանում է։ Պարզապես դուք կցանկանաք հստակ հասկանալ, արժե արդյոք ներդնել ձեր էներգիան կոնկրետ մարդու մեջ։ Տարվա երկրորդ կեսը կբերի շարժում, ճանապարհորդություններ, նոր ծանոթություններ և անսպասելի հանդիպումներ։ Հենց ընկերների կամ գործընկերների միջոցով կարող է բացվել մի ճանապարհ, որը ձեզ կհանգեցնի ճակատագրական հանդիպման։ Սակայն հոկտեմբերին հնարավոր է անցյալի վերադարձ, որը կփորձի խախտել ձեր ներքին հավասարակշռությունը։ Այստեղ կարևոր է չտրվել կրքին և հիշել. սերը պետք է ուժ տա, ոչ թե կառավարի։ Ցուլ, ինտուիցիայի տարին։ Ցուլերի համար 2026 թվականը սիրո մեջ կլինի զգուշավոր, բայց խորքային։ Տարվա առաջին կեսին մեծ դեր կխաղան առցանց շփումները, հեռավար կապերը և անսպասելի ծանոթությունները։ Կարող եք հանդիպել մեկի, ով սկզբում կթվա ոչ ձեր տիպը, բայց ժամանակի ընթացքում կբացահայտի խոր համատեղելիություն։ Պլուտոնի ազդեցությունը ստիպում է ցուլերին լրջորեն վերանայել իրենց առաջնահերթությունները։ Մակերեսային հարաբերությունները կկորցնեն իրենց գրավչությունը։ Դուք այլևս չեք ցանկանա վատնել ժամանակը այն մարդկանց վրա, ովքեր չեն առաջարկում կայունություն կամ հստակություն։ Հոկտեմբերը կարող է դառնալ զգայուն շրջան, երբ անցյալը կրկին կհիշեցնի իրեն։ Մերկուրիի հետադարձ փուրերը կբերեն թյուրըմբռնումներ, բայց նաև կարևոր բացահայտումներ։ Սա տարի է, երբ պետք է ավելի շետ լսել ձեր ներքին ձայնին։ Այն հազվադեպ է սխալվում։ Երկվորյակ։ Ճշմարտության բացահայտում։ Երկվորյակների համար 2026-ը կլինի անկեղծության տարի։ Այն, ինչ երկար ժամանակ թաքցրել եք թե ինքներդ ձեզնից, թե ուրիշներից, այլևս չի կարող մնալ ստվերում։ Տարվա առաջին ամիսներին ստիպված կլինեք առերեսվել որոշ ճշմարտությունների, որոնք կօգնեն ձեզ ազատվել ներքին ծանրությունից։ Սիրային հարաբերություններում կարևոր կլինի չշտապել եզրակացություններ անել։ Թվում է, ամեն ինչ քանդվում է, բայց իրականում դա մաքրում է ընթիվ սքեմաները։ Տարվա երկրորդ կեսին հնարավոր է հին կապի վերականգնում կամ նոր հարաբերություն, որը կսկսվի շատ անսպասելի ձևով, սովորական զրույցից կամ պատահական հանդիպումից։ Խեցգետին, ընկերությունից դեպի սեր։ Խեցգետինների համար 2026 թվականը զգացմունքային վերափոխման շրջան է։ Տարվա առաջին կեսը լի կլինի շփումներով, նոր մարդկանցով և ակտիվ սոցիալական կյանքով։
Սակայն ամենակարևոր զարգացումները կարող են ծագել հենց այնտեղ, որտեղ ամենաքիչն եք սպասում՝ ընկերական շրջապատում։ Մարդ, ում վաղուց ընկալել եք որպես պարզապես ընկեր, կարող է աստիճանաբար բացահայտվել բոլորովին այլ լույսի տակ։ Պլուտոնի հեռանալը ձեր զուգընկերային ոլորտից թեթևություն կբերի։ Եթե նախկինում հարաբերությունները լի էին վերահսխողությամբ, խանդով կամ ուժերի պայքարով, ապա այժմ դուք սկսում եք հասկանալ, որ իրական սերը կառուցվում է վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ 2026-ին խեցգետինները այլևս չեն հանդուրժի հուզական մանիպուլյացիաներ կամ անորոշություն։ Յուպիտերը մինչև հունիսի վերջ ձեր նշանում է, տալով ինքնավստահություն և ներքին ուժ։ Դուք ավելի հեշտ կասեք ոչ, երբ ինչ-որ բան հակասում է ձեր զգացմունքներին, և ավելի համարձակ կլինեք պաշտպանել ձեր սահմանները։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր երկար ժամանակ իրենց զոհաբերել են հարաբերությունների համար։ Առյուծ։ Սեր առանց սահմանափակումների։ Առյուծների համար 2026 թվականը բացում է հորիզոններ։ Փետրվարից սկսած դուք կձգտեք ընդլայնել ձեր աշխարհը ճանապարհորդությունների, կրթության և նոր գաղափարների միջոցով։ Այդ ընդլայնումը անմիջապես կազդի նաև ձեր սիրային կյանքի վրա։ Դուք կարող եք սիրահարվել մեկին, ով ապրում է այլ քաղաքում, կամ նույնիսկ այլ երկրում, կամ պարզապես ունի բոլորովին այլ աշխարհայացք։ Այս տարի ձեր հիմնական դասը կլինի վերահսկողությունից հրաժարվելը։ Եթե սովոր եք ղեկավարել հարաբերությունները, որոշումներ ընդունել միայնակ կամ թելադրել խաղի կանոնները, ապա 2026-ը ձեզ կստիպի վերանայել այդ մոտեցումը։ Սերը չի սիրում ճնշում։ Այն ծաղկում է այնտեղ, որտեղ կա ազատություն։ Տարվա երկրորդ կեսին դուք կցանկանաք, որ ձեզ տեսնեն, գնահատեն և ճանաչեն։ Հանրային ակտիվությունը, սոցիալական ցանցերը և մեդիան կարող են դառնալ ոչ միայն կարիերայի, այլ նաև սիրո աղբյուր։ Հնարավոր է հարաբերություն, որը միաժամանակ կլինի և զգացմունքային, և օգտակար ձեր հեղինակության համար։ Կույս։ Խորություն և վստահություն։ Կույսերի համար 2026 թվականը հարաբերություններում հասունության տարի է։ Տարվա առաջին կեսը բարենպաստ է նոր ծանոթությունների, խմբային միջոցառումների և ճանապարհորդությունների։ Դուք ավելի բաց կլինեք մարդկանց նկատմամբ և կթողնեք, որ ձեզ ճանաչեն այնպիսին, ինչպիսին կաք, առանց չափազանց քննադատության ձեր հանդեպ։ Եթե արդեն հարաբերության մեջ եք, կարող եք զգալ, որ կապը ամրանում է, սակայն տարվա երկրորդ կեսին կարող են ի հայտ եկալ հարցեր վստահության, ֆինանսների և համատեղ ապագայի վերաբերյալ։ Սա այն փուլն է, երբ կամ խորացնում եք հարաբերությունը, կամ հասկանում եք, որ ձեր արժեքները չեն համընկնում։ 2026 թվականը կույսերին հիշեցնում է, բաց լինելը թուլություն չէ։ Երբ թույլ եք տալիս մեկին մոտենալ ձեզ, դուք ոչ թե կորցնում եք վերահսկողությունը, այլ ստեղծում եք իրական մտերմություն։ Կշեռք, ընտրության պահը։ Կշեռքների համար 2026 թվականը ճակատագրական ընտրությունների տարի է։ Եթե միայնակ եք, վերջապես հստակ կգիտակցեք, ինչպիսի մարդ եք ուզում ձեր կողքին։ Դուք հոգնել եք նույն սցենարներից, նույն խոստումներից և նույն հիասթափություններից։ Եթե հարաբերության մեջ եք, ապա տարվա ընթացքում կարող է առաջ գալ լուրջ քայլ կատարելու անհրաժեշտություն, նշանադրություն, ամուսնություն կամ համատեղ բնակություն։ Սակայն դա հեշտ որոշում չի լինի։ Դուք ստիպված կլինեք առերեսվել չլուծված խնդիրների հետ, որոնք նախկինում անտեսել եք։ 2026-ին դրված հարաբերությունների հիմքերը ձեզ կուղեկցեն տարիներ շարունակ։ Սա կես ճանապարհին կանգնելու տարի չէ, կամ առաջ եք շարժվում ամբողջ սրտով, կամ ազատում եք տեղը նոր սիրո համար։ Կարիճ, խոր սեր կամ ոչինչ։ Կարիճների համար 2026 թվականը սերն է իր ամենախորը ձևով։ Դուք այլևս չեք բավարարվի կիսած զգացմունքներով կամ անորոշ հարաբերություններով։ Եթե կապ եք ստեղծում, ապա ամբողջությամբ։ Շատ կարիճներ կհասկանան, որ ժամանակն է հարաբերությունը տեղափոխել հաջորդ մակարդակ՝ ամուսնություն, ընտանիք, համատեղ ապագա։ Իսկ նրանք, ովքեր անցյալում վիրավորվել են, վերջապես կբացեն իրենց սիրտը նոր մարդու առաջ։ Սակայն այս տարի ձեզանից կպահանջվի արտահայտել ձեր կարիքները։ Լռելը այլևս չի աշխատի։ Եթե ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, պետք է խոսել դրա մասին։ Միայն այդպես սերը կդառնա բուժիչ, ոչ թե քայքայիչ։ Աղեղնավոր, ազատություն և պատասխանատվություն։ Աղեղնավորների համար 2026 թվականը լի կլինի շարժումով, նոր ծանոթություններ, կրքոտ սիրավեպեր և անսպասելի շրջադարձեր։ Ամեն ինչ հնարավոր է։
Սակայն տարվա ընթացքում դուք կհասկանաք, որ ազատությունը չի հակասում պատասխանատվությանը։ Հոկտեմբերին Վեներայի հետադարձ շարժումը կարող է ժամանակավորապես սառեցնել հարաբերությունները։ Սա լավ պահ է վերանայելու, արդյոք դուք եւ ձեր զուգընկերը նույն ուղղությամբ եք շարժվում։ Ընտանեկան աղեղնավորների համար տարին կկենտրոնանա տան եւ ընտանիքի վրա, կլինի ցանկություն ստեղծել կայունություն, սեփական անկյուն եւ ամուր հիմք ապագայի համար։ Այծեղջյուր, վստահիր զգացմունքներին։ Այծեղջյուրների համար 2026 թվականը կոտրում է սառույցը։ Այնինչ սովորեք վերլուծել ու հաշվարկել, այս տարի պահանջում է զգալ։ Սիրային կապը կարող է սկսվել որպես թեթև ֆլիրտ, բայց արագ վերածվել լուրջ հարաբերության։ Վեներայի հետադարձ փուլը կհուշի դանդաղել եւ չշտապել եզրակացությունների մեջ։ Եթե թվում է, թե զուգընկերը հեռանում է, գուցե պարզապես ձեզանից ավելի շատ ջերմություն է սպասում։ Այս տարի ձեր գլխավոր դասը կլինի. ամեն ինչ վերահսկելու կարիք չկա։ Երբեմն լավագույն բաները ծնվում են, երբ թույլ եք տալիս, որ կյանքը ձեզ զարմացնի։ Ջերհոս, մտքի եւ սրտի պայքար։ Ջերհոսների համար 2026 թվականը կլինի ներքին պայքարի տարի։ Ձեր միտքը եւ սիրտը հաճախ տարբեր բաներ կցանկանան։ Դուք կարող եք հանդիպել մարդու, ով լիովին խախտում է ձեր պատկերացումները հարաբերությունների մասին։ Տարվա երկրորդ կեսին տրամադրության տատանումները կուժեղանան։ Կարևորը չշտապել վերջնական որոշումներ կայացնելիս։ Երբեմն պետք է պարզապես դադար տալ եւ թույլ տալ, որ զգացմունքները տեղավորվեն։ 2026 թվականը ձեզ սովորեցնում է ընդունել տարբերությունը, չփորձելով փոխել մյուսին։ Միայն այդ դեպքում կարող եք գտնել իրական ներդաշնակություն։ Ձկներ, ինքնարժեքի վերականգնում։ Ձկների համար 2026 թվականը ինքնասիրության տարի է։ Դուք այլևս չեք պատրաստվում զոհաբերել ձեզ հարաբերությունների համար։ Սովորում եք ասել «ես էլ եմ կարևոր»։ Տարվա առաջին կեսին հնարավոր են ռոմանտիկ զարգացումներ աշխատանքի վայրում։ Իսկ տարվա երկրորդ կեսին մեծ ուշադրություն կդարձնեք ձեր տան, անձնական տարածքի եւ հուզական անվտանգության վրա։ Այս տարի դուք կառուցում եք այնպիսի հարաբերություն, որտեղ կա ոչ միայն սեր, այլ նաև հարգանք, կայունություն եւ փոխադարձ հոգատարություն։